Նախարար, շնորհակալություն, որ ժամանակ գտաք պատասխանելու ազատության հարցերին։ Առաջին հարցը, ինչ վիճակում են հիմա Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները։ Վերջերս Մյունխենում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Երբ որ մենք ծանոթանում ենք Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությանը, այնտեղ ընդհանրապես նշված է, որ նախարարները քննարկեցին հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան կատարելի կայցերին առնչվող հարցեր, ինչ կարող եք ասել, ինչ փուլում են հիմա բանակցությունները, ինչ են բանակցում կողմերը Ղարաբաղյան խնդրի հետ կապված։ Ինչպես ճիշտ դուք էլ ընդգծեցիք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Արցախը այս պայդրությամբ չի հանդիսանում ակտիվ բանակցային գործընթացի լիարժեք մասնակից, ինչը թե մեր գնահատմամբ եւ թե բազմաթիվ այլ մասնագետների, քաղաքագետների մեկնաբանությամբ կարող ենք ասել բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման հիմնական խոչընդոտներից մեկն է, բայց իհարկե մենք տեղեկացված ենք մենք միշտ էլ կապի մեջ ենք թե մեր հայաստանյան գործընկերների հետ, թե նույն համանախագահ երկրներ ներկայացնող դիվանագետների հետ։ Իրավիճակը ես կարծում եմ, որ վերջին մամլո հաղորդագրությունները, որոնք տարածվեցին թե Հայաստանի ԱԳՆ-ի կողմից, թե համանախագահների կողմից, բավականին օբյեկտիվ պատկեր են ձևավորում առ այն, թե ինչ է մեր մոտ ձևավորված։ Ունենք իրոք մի իրավիճակ, որ բանակցային գործընթացը կարծես թե կանգնել է, փորձեր են ձեռնարկում այն առաջ մղել, գտնել ճանապարհներ եւ եղանակներ, միջոցներ, որոնք հնարավորություն կտան վերսկսել ակտիվ բանակցային գործընթացը։ Գիտեք, բանակցային գործընթացում առկա իրավիճակը ձևավորվեց հիմնականում ապրիլյան քարոզիա պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիայի արդյունքում եւ դրան հետեւած այդ շրջանում, երբ որ Ադրբեջանը ձեռնարկեց բոլոր հնարավոր միջոցները, փորձելով աղավաղել հակամարտության էությունը, փորձելով իր իսկ պատկերացված հաղթանակից ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել, ինչը նախ եւ առաջ շատ լուրջ մարտահրավեր էր միջնորդների ջանքերին ուղղված բանակցային գործընթացի անխափան առաջընթացին։ Մենք համոզված ենք, որ բանակցային գործընթացը այլընտրանք չունի, դա ոչ միայն արցախյան կողմի տեսակետն է, դա կարող ենք ասել ընդհանուր հայկական տեսակետը, երկու հայաստանյան պետությունները, եւ դա այն տեսակետն է, որը այսօր առաջ է մղում նաեւ համանախագահ երկրները եւ ողջ միջազգային հանրությունը։ Այդ առումով Ադրբեջանը իր ռազմական ռետորիկայով, իր ոչ կառուցողական քայլերով իրոք կարող ենք ասել, որ հայտնվել է եթե ոչ մեկուսացման մեջ, ապա մի իրավիճակում, որ խոսում է մի լեզվով, որը շատ խիստ տարբերվում է ողջ միջազգային հանրության լեզվից։ Պարոն նախարար, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում հանդիպումներից հետո կարծես պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանին շփման գծում վերահսկողական մեխանիզմների հիմնման վերաբերյալ, բայց շուտով կլինի 1 տարի, ինչ անցել է ապրիլյան պատերազմից, կարծես թե առաջընթաց չկա։ Ինչ վիճակ է այս առումով։ Առաջընթաց չկա եւ կրկին հիմնական մեղավորը դա գաղտնիք չէ, Ադրբեջանն է, որը ըստ իր հին եւ բարի ավանդույթի իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունից հրաժարվում է, որը փոխանակ գնա փոխըմբռնելի բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակների մշակմանը, փորձում է ընտրովի մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները, փորձում է թելադրել միջազգային հանրությանը, միջնորդներին, հայկական կողմին իր իսկ պատկերացումը, թե ինչպես պետք է ընթանա բանակցային գործընթացը, թե ինչպես պետք է իրագործվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նորից անդրադառնալով բանակցություններին, երբ որ հանդիպում են հայկական եւ ադրբեջանական կողմերը, օրինակ վերջին հանդիպումը նախարարների մակարդակով Մյունխենում, տեղյակ եք արդյոք ինչ է ասել օրինակ ադրբեջանական կողմը, ինչ են իրենք ասում, այ ապրիլյան պատերազմից հետո, Վիեննայում, Պետերբուրգում հանդիպումներից հետո։ Գիտեք, այն ինչ որ իրենք ասում են, այսինքն դրա համար պետք չէ շատ գլուխ ցավացնել, բացահայտ հրապարակային
կերպով են ասում, վերջին օրինակն է նախագահ Ալիևի այս վերջի հարցազրույցը, որտեղ ինքը ակնհայտ կերպով ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը, այսինքն այդ կարգավորման այդ տարբերակը ուղղակի փորձ է Արցախը մղել ոչ թե նույնիսկ ոչ թե դեպի 1988 թվական, այլ ինչ-որ միջնադարյան մի շրջան, Ադրբեջանը բացահայտ կերպով այսօր հանդես է գալիս բոլոր միջնորդական փորձերի հանդեպ կամահրանքի, այսինքն այդ միջնորդական փորձերը տապալելու դիրքերից։ Մամեդյարովը գալիս է, ասում է Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում ու վերջ։ Ղարաբաղը, ես ինչպես ասեցի, այսօր չի մասնակցում ակտիվ բանակցային գործընթացին, այսինքն մենք չունենք հնարավորություն հանդիպել Մամեդյարովի հետ եւ լսել, թե ինքը ինչ է ասում, բայց նրա հրապարական ելույթները ես կարծում եմ արդեն բավարար են իրական պատկերի մասին պատկերացում ունենալու համար։ Մյունխենում կայացած Նալբանդյան Մամեդյարով հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Ղարաբաղյան սահմանադրական հանրաքվեին, հայտարարության մեջ համանախագահները մասնավորապես նշում են, որ երկու կետ, որ հանրաքվեի արդյունքները հանրաքվեն ընդունելի չէ իրենց համար եւ այս հանրաքվեն չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, ինչ կարող եք ասել այս հայտարարությամբ հետ կապված։ Նախ իմ հիշելով իրենք մի փոքր տարբեր են ասում, իրենք ընդհանրապես չեն ժխտում հանրաքվեի արդյունքները, այլ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները որպես կանխորոշիչ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի համար։ Հիմա եկեք ճիշտ հասկանանք, նախ եւ առաջ այն ինչ որ մենք պատրաստվում ենք անել, այսինքն փետրվարի 20-ի հանրաքվեն, որին դրված է Արցախի հանրապետության նոր սահմանադրությունը, դա արվում է ոչ թե ին ողջ հարգանքով հանդերձ համանախագահներին բավարարելու կամ միջազգային հանրությունը բավարարելու համար, դա արվում է նախ եւ առաջ Արցախի ժողովրդի համար։ Դա Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, Արցախում պետականության հիմունքների ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման նպատակով է արվում եւ այդ ճանապարհը մենք ընտրել ենք ոչ թե այսօր կամ 3, այլ 88 թվականից, ես կարող եմ ասել, դա ավանդույթ է Արցախում։ Մենք անշեղորեն շարունակել ենք այդ ճանապարհով աշխատել, շարունակել ենք մեր ջանքերը ուղղված արցախյան պետականության, արցախյան հասարակության ամրապնդմանը։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում, ես ըմբռնումով եմ մոտենում համանախագահների դիրքորոշմանը, 88 թվականին Արցախի ժողովուրդը սկսելով Արցախյան շարժումը, որի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, արդեն հիմք դրեց իր ներկայիս կարգավիճակի համար։ Արցախի ժողովուրդը իր նպատակից շեղվելու, իր նպատակից զիջելու որևէ մտադրություն չունի։ Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը հարգվի միջազգային հանրության կողմից։ Այդ առումով ես կարծում եմ մենք ունենք ընդհանուր կետեր նաև միջազգային հանրության հետ, ունենք ընդհանուր կետեր մեր միջնորդների հետ, որտեղ իրենք էլ բազմիցս ասել են, որ վերջնական կարգավիճակը Արցախի որոշվելու է նրա ժողովրդի կամարտահայտության, նրա ժողովրդի որոշման հիման վրա։ Պարոն նախարար, Լապշինի հետ, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցած դեպքը, այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին մտահոգում է, որ հապկ գծով Հայաստանի դաշնակիցը ձերբակալեց Լեռնային Ղարաբաղ այցելած բլոգերին, եսի նկատի ունեմ Բելարուսը, Բելարուսի իշխանությունները եւ արտահանձնեց Ադրբեջան։ Ինչ կարող եք ասել Լապշինի գործի հետ կապված։ Գիտեք, ասել, որ մենք անտարբեր ենք մնացել այս պատմությանը, այս իրավիճակին, իհարկե սխալ կլինի։ Այստեղ մեզ համար կարևոր է ոչ թե որ Լապշինի գործը կայացել է, էփվել է Բելարուսում կամ դա կարող է նաև մեկ այլ երկրում լինել, կարևորը այն է, որ Ադրբեջանը շարունակում է իր փորձերը իզոլացնել Արցախը
Եվ ոչ միայն իզոլացնել Արցախը ֆիզիկապես, այլ նաև այլ ոլորտներում, Ադրբեջանը շարունակում է իր փորձերը խոսել Արցախի հետ դիկտատի, պարտադրանքի լեզվով։ Ժամանակին բազմիցս խոսել ենք նրա մասին, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ենք այդ հանգամանքի վրա, որ Ադրբեջանի հանդեպ, այսպես ասած, թողտվությունը, Ադրբեջանի քայլերի նկատմամբ, այսինքն միջազգային հանրության աչք փակելը ուղղակի հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը ոգևորում է դրանից եւ փորձում է ավելի ընդարձակել իր հանդուգն պահվածքը։ Այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի եւ դա արտահայտում է ոչ միայն Լապշինի պարագայում, որ Ադրբեջանը փորձում է այն բարքերը, այն կարգերը, որոնք տիրում են իր երկրի ներսում, իսկ այդ բարքերը եւ կարգերը շատ քիչ բանով են տարբերվում, այսինքն միջնադարյան ինչ-որ падիշահության, սուլտանության կարգերից, փորձում է այսօր այդ բարքերը թելադրել նաև իր միջազգային հարաբերությունների պարտներներին։ Ցավոք կան որոշ երկրներ, որոշ գործիչներ, որոնք տեղիք են տալիս եւ գնում են ընդառաջ Ադրբեջան։ Դա սոսկ Լապշինի եւ Ղարաբաղի խնդիր չէ, դա սոսկ ես կարծում եմ, դա սոսկ, ասենք թե մեկ անհատի խնդիր չէ, դա ավելի գլոբալ խնդիր է։ Արդյոք այսօր աշխարհը պատրաստ է նրան, որ ինչ-որ մի բռնատիրական ռեժիմ կարող է իրեն պահել միջազգային ասպարեզում այնպես, ինչպես որ պատկերացնում է իր երկրի ղեկավարը։ Արդյոք աշխարհը պատրաստ է այսօր բացառություն անել մի երկրի համար, թույլ տալ նրան վարվել ոչ թե ըստ միջազգային համընդհանուր ընդունված սկզբունքների, այլ այնպես, ինչպես որ ցանկանում է մեկ անհատը։ Նախկին տարիների փորձը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ եղել են նման փորձեր, եղել են դիկտատորներ, եղել են ղեկավարներ, որոնք փորձել են իրենց նման կերպ պահել, բայց վաղ թե ուշ իրենք ստացել են իրենց արժանի պատասխանը, իրենց արժանի վերջը։ Հիմա ինչ վերաբերում է թե Լապշինի գործը ինչ անդրադարձ կունենա Արցախի վրա եւ ինչ գնահատական դուք ունեք։ Ինչին։ Արտահանձնումը, ձերբակալությունը։ Իհարկե բացասական, ես արդեն ասացի, դա մեր տեսակետից հենց Ադրբեջանի փորձն է արտաքին աշխարհին փաթաթել իր պատկերացումները, իր տեսակետները, եւ դա չի կարելի դիտարկել նաեւ այլ իրադարձություններից, այլ գործընթացներից առանձին։ Ադրբեջանը այսօր ոչ միայն փորձում է սահմանափակել մուտքը դեպի Արցախ, Ադրբեջանը փորձում է միաժամանակ կաշառել տարբեր երկրներում, երկրամասերում քաղաքական գործիչներին իր համար ձեռնատու քաղաքական որոշումներ ստանալու համար։ Ադրբեջանը այսօր փորձում է խոսալ արտաքին աշխարհի հետ ուժի սպառնալիքի լեզվով, այդ բոլորը վաղ թե ուշ ավարտվելու է։ Լապշինի գործի պարագայում ես կրկնվեմ, ես կարծում եմ, որ սա ընդամենը մեկ գործընթացի, մեծ գործընթացի սկիզբ է, որևէ ազդեցություն Արցախ այցելողների քանակի վրա չի ունենալու եւ չի կարող ունենալ։ Հակառակը, ես կարծում եմ Լապշինի գործը ուղղակի ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնելու Արցախի նկատմամբ, ավելի է խթանելու հոսքը դեպի Արցախ։ Նույնիսկ այսօր, երբ որ մենք ունենք ընտրություններ, բազմաթիվ միջազգային դիտորդներ պատրաստակամություն են հայտնել, մի մասը արդեն ժամանել է Արցախ, մյուսները արդեն կամ ճանապարհին են կամ ժամանելու են Արցախ, ներկա գտնվելու Արցախում, դա նույնպես որոշակի պատասխան է Ադրբեջանի իշխանություններին։ Աննախարար շնորհակալություն հարցազրույցի համար։